Ծաղիկներով ու շնորհավորանքով սկսեց ազգային ժողովն ապրիլի 14-ի աշխատանքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ծննդյան օրն է։ Պատգամավոր Գեգամ Նազարյանի մոտ նախարարին հարց տալու դժվարություն առաջացավ, ԱԺ նախագահի նվիրած ծաղիկները տեսնելուց հետո։ Գեղեցիկ ծաղիկներից հետո դժվար է, այո, ինչ-որ հարցադրումներ անել։ Շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ ամեն անգամ բարեկների հետ շփումից հետո մարդկանց մոտ ցանկություն առաջանա բարեկներին, եթե ոչ ծաղկե փունջ, ապա մեկ այլ նվեր տալ։ Շնորհավորանքից հետո պատգամավորն անցավ բովանդակային դիտարկումներին ու անդրադարձավ պարեկային ծառայության աշխատանքին։ Երբ որ պարեկը մեքենան կանգնած վիճակում մոտենում է ու սկսում է հարց ու փորձ անել, թե ինչ խախտում կա ավտոմեքենայի հետ կապված, ասում եմ կանգնած, այդ դեպքում արդեն տրամադրությունը տնկնում է եւ մոռանում ես բոլոր այն դրական գործերը, որ պարեկային ծառայությունը արել է։ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն էլ նախարարի ծննդյան օրվա կապակցությամբ որոշել էր գնահատականների հարցում զուսպ լինել։ Շնորհավորում եմ տիկին նախարար, իմ ելույթի բովանդակությունն էլ մի քիչ փոխվեց ձեր ծննդյան տոնի կապակցությամբ, շատ կաշխատեմ շատ խիստ չլինել։ Պատգամավորին երկու հարց էր հուզում։ Առաջինը վերաբերում էր փրկարար ծառայության աշխատակիցների ատեստավորմանը, իսկ երկրորդ հարցը կապված էր գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ։ Դանիելյանը նշեց, որ ոլորտում առկա են կարգավորման խնդիրներ եւ կոչ արեց նախարարությանը ուշադրություն դարձնել նաեւ այդ հարցին։ Եվ անցնելով զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը նշեց, որ զորակոչի վերաբերյալ լրջագույն խնդիրներ կան։ 2025 թվականին բանակ է զորակոչվել, զորակոչի ենթականների ընդամենը 35% է, իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Անարդարությունը շարունակվում է նաեւ ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաեւ վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Պատգամավորն առաջարկում էր քաղաքացիությունից հրաժարվելու հարցին տալ այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահեցնում էր, որ այդ դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից մինչև 3 միլիոն դրամ։ Բայց ԿՊ-ն դեմ քվեարկեց իրենց կուսակցի առաջարկած նախագծին։ Որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ հատկապես պաշտպանության նախարարության հետ։ Զուգահեռաբար ազգային ժողովի միջանցքում լարված ճեպազրույցներ էին։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում էր թիրախավորել լրատվամիջոցներին։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրեց, որ Մոսկվա այցից հետո Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսեյ Օվերչուկը կորտ հայտարարություններ էին արել, իսկ Ալեն Սիմոնյանն էլ այն ժամանակ հակադարձել էր, որ եթե գազի գինը թանկանա, Հայաստանն էլ ԵԱՏՄ-ից եւ մյուս կառույցներից կհեռանա։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Չէ, մի վարքան ինչի պետքա թանկանա։ Մի վարքան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետքա թանկանա։ Այսինքն ակներ Մի վարքան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վարքան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի տեղեկություններով հայկական բիզնեսն արդեն խնդիրներ ունի Ռուսաստանում, մասնավորապես խոսքը ջերմուկի եւ Պրոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի մասին է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն եւ իրենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չեն պատերազմի եւ չեն կռվի։ Բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ
մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Ճեպազորիցի ժամանակ Սիմոնյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից կմեկնի Ստամբուլ հանդիպելու Ադրբեջանի ու Վրաստանի իր գործընկերներին։ Ապրիլի 14-ին լրագրողների հարցերը շատ էին, ինչից էլ Սիմոնյանը մի փոքր վրդովեց։ Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Օրինակ 2021 թվականին եթե այլ ընտրություններ, ներողություն, եթե 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մասին ագենտ կլներ, դու բանտում կլներ կամ ինչ-որ արտերկրում։ Հարցերի տեղատարափից Ալեն Սիմոնյանը վիրավորեց լրագրողներին ու դադարեցրեց ճեպազրույցը։ Իսկ կարող է քո ասուլիսն, արիստեղ ասուլիս դուր, արիստեղ կանգնի, շարունակեք իրան հարցը։ Պարոն Սիմոնյան, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է այդ նշանակ։ Փաշինյանից առաջ կյանք եղել է։